Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, ես այս ուղիղ եթերս ուզում էի երեկոյան անել, բայց այնուամենայնիվ կարծում եմ չեմ համբերի, այսպես ասած։ Խոսքը վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին, որի զարմանալիորեն դրա մասին ես իմացա համացանցից Սյուզի Բադոյանի, որը կարծում եմ նույնպես վեդեցի է, լրագրող Սյուզի Բադոյանի եթերներից ու մի քանի լրատվական հղում անելով Սյուզի Բադոյանին մի թեթև անդրադարձել են այս հարցերին։ Ես չեմ ուզում սա որպես քաղաքական դիվիդենդ հավաքելու թեմա լինի, որովհետև սա կապ չունի ում օրոքա տեղի ունենում, որ թվականին է տեղի ունենում, մեր թվարկությունից առաջ է տեղի ունենում, թե մեր թվարկությունից հետո։ Այդ ամեն ինչի հետ սա կապ չունի։ Ու սա կապ չունի, թե դա որտեղ է տեղի ունենում, նույնիսկ որ երկրում է տեղի ունենում։ Սա ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Եվ խնդրում եմ այս ամեն ինչը նայեք բացառապես իրավունքի, օրենքի եւ բարոյականության տիրույթում։ Թեև հենց ինքը պետական մարմինները սրան տվել են քաղաքական պաստառ, ինչին դեռ կանդրադառնամ, բայց խնդրում եմ այդ տեսանկյունից սրան չնայեք։ Սա վերաբերում է ցանկացած մարդու եւ ոչ միայն վեդեցու։ Եվ սկսեմ խոսքս վեդեցիներին դիմելով, հարգելի վեդեցիներ, եթե ախալքալակում սենց բան լիներ, չեմ չափազանցնում, այդ մարդուն վառել էին քաղաքի բերդի տարածքում։ Ախալքալակցիք գիտեն այդ ինչա, քաղաքի բերդը։ Եթե տենց բան, սենց բան ախալքալակում տեղի ունենար, քաղաքի բերդի տարածքում այդ մարդուն վառել էին։ Ու ախալքալակում նման փորձեր եղել է։ Այս աստիճան չէ, սրանից ավելի թույլ ոտնձգությունների համար չեք պատկերացնում ինչեր են արել Ջավախքում ժողովուրդը։ Մենք փետրվար ամսից այս ամեն ինչը փաստորեն սկսել է, պարզաբանվել է, փետրվար ամսից։ Մենք ուխտի ականջում քնած ենք, ես էլ ձեր հետ հարգելի վեդեցիներ։ Բայց այսօր զարթնելու օրն է կարծում եմ։ Ողջունի ու շնորհակալանքի խոսքերս Սյուզան Բադոյանին, որ այս ամեն ինչի մասին բարձրաձայնել է ու թմբկահարում է։ Ուրեմն սկսեմ պատմությունը, ինֆորմացիան համարեք չճշտված, այդպես կարող եք համարել, հիմա ես ինչ կասեմ, համարեք չճշտված, բայց սա այն ամենն է, ինչ ես ըստ օդում կախված լուրերի կարողացել եմ ճշտել։ Ինչու եմ այսպես զգուշավոր արտահայտություններ օգտագործում, որովհետև վաղը երբ որ ինձ կանչեն, ասեն արի ապացուցի ես ասածները, իհարկե կապացուցեմ, բայց համարեք չճշտված լուրեր։ Ուրեմն դեպքը ասեմ ումա վերաբերվում է երկու անչափահաս աղջիկների, որոնցից մեկը սովորում է ավագ դպրոցում, մյուսը սովորում է մի խոսքով միջև ավագ միջնակարգ դպրոցում, միջև ավագ դպրոցը ոնց է կոչվում, հիմա չգիտեմ։ Երկու քույրերն էլ ներառական հիմունքներով են սովորում դպրոցում։ Եթե չեմ սխալվում, ներառական հիմունքներով են սովորում նաև, լավ, դրա մասին էական չի։ Երկու քույրերն են ներառական, այսինքն որոշակի առանձնահատկություններ կամ խնդիրներ ունեն առողջականի հետ կապված, հետևաբար ներառական հիմունքներով են սովորում դպրոցում։ Սա ինչու է կարևոր, երևի թե որոշակի անտարբերություն հենց սրանով է բացատրված, եւ որքան ինձ հայտնի է, նրանց ծնողները նույնպես ունեն էլի որոշակի խնդիրներ, ինչը կարար նրանց մոտ անուշադրության կամ ոչ այնքան զգոն լինելու իրավիճակ ստեղծեր։ Բայց նրանց օրինակ հորեղբայրը, որին հեսա կհասնենք, լրիվ ստապ գիտակից
պատկերացնում է ինչ է եղել, բայց ծնողները ունեն որոշակի խնդիրներ եւ սոցիալական մեծ խնդիրներ, ծանրագույն խնդիրներ սոցիալական, ծանրագույն։ Ուրեմն փետրվար ամսին այն երեխան, որը ոչ թե ավագ դպրոցում է սովորում, այլ միջին դպրոցում, այսպես ասած, այդ երեխան դասի չի գնում։ Մի օր թե մի քանի օր չգիտեմ, բայց դասի չի գնում, ինչը դասղեկի ուշադրությանն է արժանանում, որ երեխան դասի չի գալիս։ Տնօրենը, Վեդութիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենը, կարող եմ անունն ասել, Ալվարդ Պապոյան։ Դասղեկը, որը նաև հոգեբան է, դպրոցի հոգեբանն է, եւ ջոկատավարը, չգիտեմ հիմա ոնց է կոչվում ջոկատավարը։ Չէ, ջոկատավարը չէ, ուսուցչի օգնականը։ Գնում են այդ երեխայի տուն, թե ինչու էս երեխան չի ուզում տա։ Երեխան հրաժարվում է դպրոց գնալ։ Այն փոքր քույրը, այսինքն բռնության ենթարկված քույրերից փոքրը, հրաժարվում է դպրոց գնալ։ Գնում են, տեսնում են անկողնու մեջ կուչ եկած, ընկճված, հրաժարվում է, ոչինչ չի պատմում, ոչինչ չի բացատրում, ոչինչ չի հիմնավորում, հրաժարվում է դպրոց գնալ։ Մի կերպ համոզելով, բացատրելով, սիրաշահելով, տնօրենը, դասղեկը եւ ուսուցչի օգնականը երեխային բերում են դպրոց։ Ընթացքում մտածում են, կասկածները առաջանում, որ կան բաներ, որոնք տեղյակ չեն, եւ ըստ օդում կախված լուրերի ուսումնասիրում են, արդեն երբ որ դպրոց են բերում, համոզում են, սկսում է աղջիկը, փոքր քույրը գալ դպրոց, նրա հեռախոսի մեջ փորձում են փնտրել հնարավոր իրենց կասկածները փարատող ինֆորմացիա եւ գտնում են մի շարք նամակներ, որոնցից մեկը լինում է սպառնալիք, որ եթե այսպես չանես, պապայիդ կասեմ, թե դու ինչ ես արել Դավիթի հետ։ Այս ով որ է սպառնալից նամակը գրել է, անունը ինձ մոտ կա։ Գոնե ինչպես է նա ներկայացել, երեխեք ինչպես են ճանաչում այդ մարդուն, անունը կա։ Ենթադրում են, որ Երևանից է։ Ոչ ոք չգիտի ստույգ որտեղից է դա, ենթադրում են, որ Երևանից է, իբրև թե բարերար։ Այդ լրատվամիջոցների հաղորդումների մեջ այդ բարերար հասկացությունը կա, ահա այդ իբրև թե բարերարը ըստ օդում կախված լուրերի սպառնացել է, որ եթե այսպես չանես, չգիտեմ այնպես չանես, կասեմ պապայի, թե Դավիթը քեզ հետ ինչ է արել։ Սա դպրոցի ադմինիստրացիան անմիջապես հայտնում է ոստիկանություն փետրվար ամսին։ Պատկերացնում եք։ Հիմա այդ բարերար կոչվածի անունը չի հրապարակվում, երկու բռնարար գործածների անունն է հրապարակվում, երրորդի անունը չի հրապարակվում։ Ես էլ ինձ թույլ չեմ տա հանիրավի ինչ որ մի բան ավել մեղադրեմ, ինչ որ բայց իրավապահները սրա հետ կապված պետք է այս հարցը լուծեն։ Ու այս երրորդ անունը պիտի հնչի, եթե ոչ ոք չհնչեցրեց, ես եմ այդ անունը հնչեցնելու։ Պիտի ասեք ով է այդ երրորդը։ Ու ինչ կապ ունի այս պատմության մեջ։ Ումից սկսել է բացահայտում, այսինքն ուսուցիչները առաջի անգամ բացահայտում են ստեղից։ Հետո գործերը հայտնում են ոստիկանություն։ Այնուհետև անցնում է 2 ամիս։ Ոստիկանությունը ինչ է անում, ոնց ես հասկանում եմ, ոչինչ ոստիկանությունը չի անում։ Իրավապահ համակարգը ինչ է անում, ոչինչ չի անում։ Ուսուցիչները սրանից ավելին չեն խորացել։ Ուսուցիչները այդ դեպքը բացահայտելուց հետո սրանից ավել չեն խորացել։ Իրանց թույլ չեն տվել, ոնց որ իրանց իրավազորության տիրույթից են կողմը հայտնել են իրավապահների եւ կարծես պիտի ամեն ինչ շտկվի, մեղավորները պիտի պատժվեն, կասկածները պիտի փարատվեն եւ այլն։ Բայց հանկարծ սրանից մոտ 2 շաբաթ առաջ, դա արդեն մարտ, ապրիլ, մոտ 2 ամիս անց, փաստորեն այս ուսուցիչների բացահայտումից դպրոցի մաքրուհիները, հավաքարարները եւ տեխնիկական աշխատողները պահակնաբան
Առավոտյան, ովքեր շուտ են գալի դպրոց, նկատում են մի այսպիսի միջադեպ։ Այս քույրերը, որոնք գալիս են դպրոց, ուրեմն փոքր քույրը, այսինքն ոտնձգությունում հանդեպ որ թույլ ընտրվի, փոքր քույրը գալիս է առաջի դպրոց, 6-8-1 միջնակարգ դպրոց, այդ միջին դպրոց։ Մեծ քույրը այդ նույն ճանապարհով շարունակում գնում է իր ավագ դպրոցը։ Եվ ահա մեծ քույրը, որ պիտի ճանապարհը շարունակի, դպրոցի աշխատողները, ովքեր շուտ են, նկատում են, որ մի տաքսի է գալի, մի ավտոմեքենա է գալի կանգնում, այս արդեն այդ, եթե չեմ սխալվում, այդ Արթուրն է եղել։ Այդ երրորդ անունը, ուրեմն առաջինը այն անունը, որ հələ չենք տալիս, երկրորդը Դավիթը, որի անունը հիշատակվում է նամակագրություններում, եւ երրորդը արդեն այս Արթուրը, ես չեմ ճանաչում ոչ մեկին բարեբախտաբար, թե վեդեցի եմ։ Բայց երկար տարիներ ես վեդիում ամենաշատը քնում եմ, էլի։ Իմ կյանքը Երևանում է, բայց դա կապ չունի, ես վեդեցի եմ։ Քաշքշում է այդ մեծ քրոջը, որին մեծ քույրը դիմադրում է։ Դպրոցի աշխատողիցները դուրս են գալիս, ամոթաբուռ են տալի, այս վարորդը, ենթադրյալ Արթուրը, նստում ու քշում փախնում է։ Դիմում են տնօրենին, տեսախցիկներ կան, որոնք նկարահանել են թեկուզ հեռվից այս ամեն ինչը, տեսնում են եւ նորից դիմում են իրավապահներին, որ այս քույրերի հետ կապված կարծես դարձյալ խնդիր կա, արդեն մեծ քրոջ հետ կապված։ Դարձյալ խնդիր կա։ Իրավապահները գալիս են, այդ տեսախցիկների նյութերը վերցնում են, տանում են, հետագայում արդեն բացահայտվում է այս ամբողջ սխեման, թե ոնց են սեռական ոտնձգություն կամ բռնություն կիրառել, բռնություն բանից սեղմելով, բերանը փակելով, սպառնալով, տարբեր ձևերով, ու հիմնական դեպքերը տեղի են ունեցել բնակավայրից դուրս գերեզմանների կողմերը, վեդի գերեզմանները ահագին հեռու են վեդից, մի կիլոմետրի չափ, 700-800 մետր, եւ եկեղեցին էլի դուրս է, եկեղեցու կողմերը։ Հիմնական դեպքերը ստեղ են տեղի ունեցել։ Քանի անգամ ոնց ոչ ոք չի կարող ասի։ Երեխաներն էլ ինֆորմացիան տալուց, բացի են, որ իրանք այդ մեծ ստրեսի, այդ շոկի մեջ են այդ բռնարարքներից, միևնույն ժամանակ ի սկզբանե բացատրելու, ներկայացնելու որոշակի խնդիրներ ունեն։ Ու այս ամեն ինչը, այս անպաշտպան երեխեքի նկատմամբ տեղի է ունեցել։ Ինչ է լինում դրանից հետո, ոչ մի բան, այդ մարդիկ ներողություն արտահայտության համար գուլյատ են անում։ Հորեղբայրը աղջիկների լսելով այս ամեն ինչի մասին, ես արդեն ինչքանով որ ես բանից գիտեմ, էլի, հրապարակված, մամուլից այսպես ասած, գնում է եւ այդ Դավիթին պահանջում է պատասխան, պահանջում է, նա էլ լկտի պատասխան է տալի, որքան որ ես գիտեմ։ Եվ նա նրան դանակահարում է, հորեղբայրը դանակահարում է Դավիթին։ Դավիթին տանում են հիվանդանոց, ըստ երևույթի վնասվածքը այդքան ծանր չի լինում, հետագայում հիվանդանոցից նա փախնում է եւ կարծես թե բոլորն էլ գիտեն, թե որտեղ է գտնվում։ Փախելա գնացել է որտեղ, էդի կարծես թե բոլորն էլ գիտեն։ Արդյունքում հանցագործները ազատության մեջ, էդի հələ հարցի մյուս կողմն է։ Առանձնակի բանը, առանձնակի այնպես որ ասես ամբողջ վեդին շոկի մեջ է, բանը, չգիտեմ, ժողովուրդ, սենց բան ոնց ալնում։ Ու 2 ամիս առաջ այս պատմությունները սկսել է։ 2 շաբաթ առաջ արդեն բանը բանից անցել է։ Սենց բան ոնց ալնում։ Մեր հետ ոնց կարա սենց բան լինի, մեր միջավայրում ոնց կարա սենց բան լինի։ Երբ որ Սուզի Բադոյանը հրապարակում է այս լուրերը, Արարատի մարզի մարզպետարանից հայտարարում են, պաշտոնապես հայտարարում են, սա արդեն քաղաքականացնելու բլոկն է, էլի ոնց են
իշխանությունները քաղաքականացնում ես հարցը։ Որ sense բան չկա, այս սուտ լուրերը։ Նույնիսկ, եթե չեմ սխալվում, վարչապետի տիկնոջ լրատվականն էլ այդ լուրը տարածում է, հերքում է, որ տենց բան չկա, ասում է։ Մարզպետարանից պաշտոնապես հայտնել են, որ սա սուտ բաներ է, sense բան գոյություն չունի։ Պատկերացնում եք։ Ավելի ուշ Սյուզի Բադոյանի էջից եմ էլի իմացել, էջից կամ նրա հրապարակած նյութերից, որ մարզպետը ասում է, մենք դա չենք հերքել, ինչ որ Մասիս քաղաքում մի հատ ուրիշ լուր ա եղել, մի խոսքով կռոցիտ են ելնում։ Ժողովուրդ, սա պարզ բան է։ Պետություն ունենալ պետք չի հասկանալու համար սա ինչա տեղի ունենում։ Նույնիսկ ցեղախմբի մակարդակում Այդ շիմպանզեների համայնքում, ես պրիմատոլոգիայից, կենսաբանությունից հիմա օրինակ կբերեմ, շիմպանզեների համայնքում սենց բան լինի, շիմպանզեների ալֆան, սենց բան անող կապիկի ոռը կճղի, ալֆան, այսինքն իշխանությունը, այդ համայնքի շիմպանզելն են, կապիկլն են, սենց բանը լինի, կճաղի արուն ալֆան, ալֆա իրա թիմով էքերն էլ կմիանան այդ պատժին, սենց բան շիմպանզեների համայնքում չի կարա լինի։ Մի քիչ կենսաբանությունը ծանոթացեք, կտեսնեք, ես չեմ չափազանցնում։ Սրա համար նույնիսկ մարդ լինել պետք չի։ Homo sapiens պետք չի լինել, պրիմատ լինելը բավարար է, բարձրագույն պրիմատ լինելը բավարար է, որ սենց բանը անպատիժ, անհատուցում չմնա։ Մենք ես ինչ ենք անում։ Հերքում ենք, անտեսում ենք, դե լավ, քանի որ մեր երեխու հետ չի եղել, լավ, ոչինչ, վաղն է կարող է մի բան թարս աչքով նայենք այդ երեխեքի, չէ, տես չի, իսկ մենք այնքան անբարոյական ենք, այնքան բարոյազրկված ենք, որ սենց բանի նկատմամբ, տոլերանտությամբ կամ այսպես թեթև, մի թեթև մտահոգվելով ենք նայում, հա, ու պիտի սպասենք այնքան միջև սենց բան մեր երեխեքի հետ լինի, վերջում է պիտի այդ թարս աչքով նայենք այդ ամեն ինչը վերապրած, այդ ամբողջ հարվածն ու ստրեսը կերած երեխեքին, որոնք վաղը պիտի դառնան աղջիկ, մայր եւ այլն։ Էս ինչ ենք անում։ Թե որպես հանրություն, թե որպես պետություն, թե որպես անձնական, որպես տղամարդ, ես մենք էս ինչ ենք անում։ Ուրիշ վաղ տնի եկեղեցի սրբություն ես կոմ են կոմ, եկեղեցու բակում մանկապղծություն են անում, երեխու նկատմամբ ոտնձգություն են անում։ Եվ ինչ անա սրա արդյունքը լինելու, որ պիտի հարազատը գնա ինքնադատաստան տեսնի, ինքն իրավչություն իրականացնի, հետո էլ տանեն բերդ նստացնեն մարդասպանության համար, որ համ իր հարազատի իր սրբության նկատմամբ սենց ոտնձգությունը լինի, համ էլ ինքը դա բերդում փդի։ Բա իրավապահ համակարգը, բա պետությունը, բա ինչի համար է։ Բա նրանց անելիքը որն այ մարդ։ Ավելին, եթե սրա մեջ ես թեմաների մեջ խնամակալ կամ տենց թեմա կա, ինչ են բարերար է իբր թե, քրեական պատիժը շատ ավելի է խստանում ու դա հանդիսանում է ծանրացուցիչ հանգամանք այս ոտնձգությունները անելու համար։ Եվ առնվազն 3 հոգի այս թեմայի մեջ կան, 2 հոգի չեն։
Այն երրորդի դերը նշանակությունը, թե ինֆորմացիան կոծկել է, թե ինչ արել, բայց շանտաժի մեջ կա։ Այդ երրորդի անունն էլ հրապարակեք։ Դուք չհրապարակեք, ես կհրապարակեմ։ Ու այստեղ մի ինստիտուտ է գործե լիարժեք, դա դպրոցն է։ Դպրոցն ու ուսուցիչները։ Ուսուցիչները եւ տեխնիկական աշխատողները։ Տնտեսական աշխատողները, պահակն է, հավաքարարներն են, այսինքն մի հաստատություն, որը այս ամեն ինչը կրկնակի անգամ բացահայտել է, կրկնակի անգամ իր դիտողականությամբ, իր ուշադրությամբ, իր սրտացավությամբ, իր մտահոգությամբ, այդտեղ էլ է դպրոցը։ Այսինքն եթե դպրոցը ուշադիր չլիներ, դպրոցը անտեսեր այս ամեն ինչը, միջև հիմա դա շարունակվելու էր։ Եթե դպրոցը վերաբերվեր ստերեոտիպ, այնպես վերաբերվեր, ինչպես վերաբերվում ենք մենք մյուսներս, բոլորս։ Եթե դպրոցը վերաբերվեր այնքան անտարբեր, չեզոք եւ անսրտացավ, ինչպես մենք մյուսներս բոլորս ենք վերաբերվում, այս հարցը միջև հիմա մնալու էր չբացահայտված։ Ու կրկնակի բացահայտում արել նույն դպրոցը։ Միակ կարելի ասել կառույցը, որ այս ամեն ինչին, չգիտեմ, այս ամեն ինչի մեջ մասնակցություն չունի որպես բարոյազրկված, որպես դեգրադացված ինստիտուտ։ Միակ ինստիտուտը, որ ստե աշխատել է։ Ու աշխատել է որպես իրավապահ։ Պատկերացնում եք։ Իրավունքին հետևել է մենակ դա։ Իսկ ոստիկանությունը, պարոնայք, կրկնակի բացահայտումից հետո հələ այդ մարդիկ գուլյատ են անում։ Գոնե կբացատրեք ինչի։ Գոնե բացատրեք, ես էլ հաս, կարող եմ մի հատ բան գիտեք, ես չգիտեմ, բացահայտեք այ ինձ։ Բացահայտեք ինչի։ Ձեր անտարբերությունը ինչով է պայմանավորված։ Մարզպետարանի մակարդակով հերքում է, ինչով է պայմանավորված, ժողովուրդ բացատրեք։ Հարգելի վեդեցիներ, այս պատմությունը արդեն ողջ հանրապետությունը գիտի եւ ողջ հանրապետությունն է ուշադրության կենտրոնում պահում։ Եվ այս պատմության մեջ մեր դեմքը երևալու է։ Արժի սրա մասին մտածել։ Մեր միջավայրում սենց բան չի կարա նախ տեղի ունենա, իսկ տեղի ունենալու դեպքում չի կարա այս տեսակ անտարբերության մատնվի։ Հատկապես ջահելությանն են դիմում, ձեր բարոյական գնահատականը գոնե արտահայտեք։ Պարտադիր չգիտեք, վեր ինչ-որ ակցիա անեք, ինչ-որ ցույց անեք, բայց ամեն մեկը ձեր մեջ այս ամեն ինչի նկատմամբ ձեր վերաբերմունքը մի հատ դուք ձեզ հայտնեք։ Իսկ եթե դեպքը տեղի ունեցել խնդիրներով երեխեքի նկատմամբ, դա ոչ թե ինչ-որ դե լավ, դա առավել եւս ծանրացնում է այս ամեն ինչը, էլ ավելի է անպաշտպան, ամենախոցելի երեխեքի, ամենախոցելի էակների նկատմամբ այս եղել։ Հուսամ ամեն մեկը առնվածը ձերն է սում, էլի վեդեցիներին եմ դիմում։ Ձեր գնահատականը կարտահայտեք, գոնե ձեր ներսում, գոնե ձեր խղճի առաջ։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։